Կառուցվածքային փոփոխություններ կառավարության համակարգում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունները կմիավորվեն։ Նախատեսվում է ստեղծել միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն։ Շիրակի մարզին հատկացված գումարի չափն ու ուղղվածությունն ըստ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի, որ ոլորտներն են ուշադրության կենտրոնում և ինչ չափով հատկացումները։ 5000 դրամ ավել գումար նվազագույն կենսական պահանջները բավարարելու համար 2015 թվականի հուլիսի 1-ից կբարձրանա նվազագույն աշխատավարձը և միջին կենսաթոշակի չափը։ Բնակարանի գնման վկայագրերով բնակարաններ հատկացնելու կարգը հաստատված է, 444 ընտանիքից 215 նոթևան կունենան, մնացածը դեռ պետք է սպասեն։ Ուսանողական վարկ, օգնություն ուսանողին, թե մտահոգության պատճառ ապագա մասնագետի։ Օրվա կարևոր իրադարձությունների անդրադարձով Ցայգ մարզային հեռուստաընկերության եթերում ազդարարն է, ես Լիլիթ Մուրադյանն եմ, բարև ձեզ։ Ժողովի մշտական հանձնաժողովներում ավարտվել է 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը։ Հանձնաժողովները, խմբակցություններն ու պատգամավորները ազգային ժողովի աշխատակազմ են ներկայացրել իրենց առաջարկությունները նախագծի վերաբերյալ։ Իսկ վաղը մինչև ժամը 15-ն առաջարկություններն ազգային ժողովից կուղարկվեն կառավարություն։ 2015 թվականի բյուջեի նախագիծն ազգային ժողովի նախագահի առաջարկով կընդգրկվի նոյեմբերի 10-ին մեկնարկող հերթական քառօրյայի օրակարգում։ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով տարբեր ոլորտներին հասանելիք գումարների չափը նախնական տվյալներով արդեն հայտնի է, նաև հստակեցված է մարզերին տրամադրվող գումարների չափը։ Դրանք էականորեն չեն տարբերվի 2014-ին հատկացվածից։ Ըստ 2015 թվականի բյուջեի նախագծի Շիրակի մարզին նախատեսվում է հատկացնել 7 միլիարդ 993 միլիոն 922 հազար դրամի չափով գումար։ Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների պահպանում և կարողությունների զարգացում, կրթություն, մշակույթ, մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ և ձմեռային պահպանում ու շահագործում, ինչպես նաև այլընտրանքային ծառայության ապահովում։ Սրանք այն ոլորտներն ու աշխատանքներն են, որոնց համար 2015 թվականի պետական բյուջեով նախատեսվում է Շիրակի մարզպետարանին հատկացնել 7 միլիարդ 993 միլիոն 922 հազար դրամ։ Կառավարման ապարատին նախատեսված է բյուջեի նախագծով 590 միլիոն դրամի չափով, անցյալ տարվա 14 թվականի հանդեպ աճը կազմում է 135 միլիոն դրամի չափ, կրթության ոլորտում 7 միլիարդ 101 հազար 602 հազար դրամի չափով է նախատեսված գումար, աճը կրթության ոլորտում կազմում է 578 միլիոն դրամի չափով։ Գումարային չափի ավելացում նաև մյուս ոլորտներում է նկատվում։ Ավելի քան 189 միլիոն դրամ է նախատեսվում հատկացնել մշակութային ոլորտին։ Գումարն ընթացիկ տարվա նկատմամբ 33 միլիոնով է ավելացել։ 5 միլիոն դրամի աճ էլ նկատվում է մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման ու շահագործման նպատակով ծախսերի բյուջեում։ Մենք ունենք այլընտրանքային ծառայողներ մարզում, թվով 3-ը, որոնց նախատեսված է գումար 2015 թվականին 1 միլիոն 800 հազար դրամի չափով։ 2014 թվականի հաստատված բյուջեի հանդեպ գումարների ավելացումը կազմում է 752 միլիոն 935 հազար դրամի չափով։ Հիմնականում բարձրացումը դա կապված է, գիտեք, արդեն նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված։ Մարզերին հատկացվող գումարներից զատ հստակեցված են նաև այլ ոլորտներին տրամադրվելիք ֆինանսական միջոցների չափը։ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվել է 83 միլիարդ 468 միլիոն դրամ։ Աճն ընթացիկ տարվա համեմատ կազմել է 3,3%։ Ոլորտի պատասխանատուների տեղեկացմամբ գալիք տարում ընթացիկ ծախսերն ավելացել են 8 միլիարդ 525 միլիոն դրամով։ 2015 թվականին անվճար բուժ սպասարկումից կօգտվեն անապահով խավի ներկայացուցիչները։ Փոփոխության է ենթարկվել անապահովության միավորների սանդղակը 36-ից նվազելով մինչև 30։ Բալային սանդղակի փոփոխությունն է, որը նախկինում 36-ն էր, իջավ 30 եւ փաստացի ստացվում էր, որ այդ 6 բալը տալիս են հնարավորությունը, որ ունեցանք պետպատվեր, իսկ վճարովի ծառայության փաստացի ով որ նախկինում վճարովի են եկել, չէ, այդ 30 բալը հիմա պիտի անվճար կնար եւ պարզ է, որ մենք վճարովի ծառայության նաեւ խնդիր ենք ունենում։ Գյումրի բժշկական կենտրոնում ընթացիկ տարում գրանցվել է մոտ 50 միլիոն դրամի թերակատարում։ Այն սակայն ոչ թե վճարովի ծառայությունների, այլ սոցիալական ծրագրերի հետ է կապված եղել։
Լուրջ գումար էր տրամադրված, սակայն դիմորդները քիչ են եղել եւ այդ փաթեթից մոտ 50 միլիոն մենք թերակատարում տեղ ունենք եւ եւս մեկ անգամ կարող եմ ասել, որ թող օգտվեն եւ հնարավորին չափով մինչեւ տարվա վերջ կարող են նաև այդ անվճար ծառայություններից, վիրահատություններից մեր ուսուցիչները օգտվել։ Անվճար ծառայություն գալիք տարում նախատեսվում է նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների իրականացմանն ուղղված։ 500 միլիոնանոց ծրագիրը կգործի հանրապետության բոլոր այն բուժհաստատություններում, որտեղ կա համապատասխան բաժանմունք։ Մեկ ստենդ սուր ինֆարկտների համար, որը նախկինում հնարավորություն չի եղել եւ հաջորդ 15 թվականից այդ քննարկումներն ավարտվում են եւ շատ հնարավոր է, որ կիրառվի, կտրամադրվի լրացուցիչ պետպատվերի գումարներ։ Ըստ նախատեսվածի 2015 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հատկացումների 83% կամ 67 միլիարդ դրամն ուղղել է հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայությունների մատուցմանը։ Այդ նպատակով կհատկացվի 29 միլիարդ դրամ, որով կֆինանսավորվի 14 ծրագիր։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Աստարար։ 2015 թվականի հուլիսի 1 նվազագույն աշխատավարձը կդառնա 55,000 դրամ, ընթացիկ տարվա 50,000 դրամի փոխարեն։ Սա նշանակում է, որ Հայաստանում 55,000 դրամի ցածր աշխատավարձ չի լինելու, վերաբերում է այն նվազագույն աշխատավարձ ստացողներին։ Կենսաթոշակի միջին չափը 41,000 դրամ է լինելու, այն ավելացել է մոտ 9%-ով։ Պարզվում է, ժողովուրդն այնքան էլ մեծ սպասելիքներ չունի եւ առանձնակի հույսեր չի կապում ավելացված գումարի հետ։ Հայաստանում 2015 թվականին միջին կենսաթոշակը 36,000-ից կբարձրանա կազմելով 41,000 դրամ։ Հաջորդ տարի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա 5,000 դրամով, 50,000-ից դառնալով 55,000։ Որքանով շոշափելի կլինեն ավելացումները բնակիչների համար, քանի որ բարձրացումներին զուգահեռ շուկայական գների նկատելի աճ է առկա։ 5,000 կուզե 10,000 ավելնա։ Այս ամեն ինչ հանգանա 5,000 դրամը հավելցրել են, հա չեն հավելցրել։ Ինչ կփոխվի, ինչ բան։ Աշխատանք չունենք, ով պետք է ավելացնե։ Բոլոր դեպքերում էլի պետք է կարելի։ Որսենք չփոխվի, ինչ կրնանք։ Ինչքան էլ ավելցնեն, 5,000-ը եղանակ չփոխվում։ Երևի կան կրնանք, կան կփոխեն։ Այս սուխ իրանց սած բյուջեից, բայց դե էլի փոփոխություն էլի։ Ինձ հեչ մի օգուտեմ չի դա, եթե օգուտ դա ես չեմ կանի այնտեղ խնձոր ծախե։ Պահանջ ունենք ապրելու, շոր հագնելու։ Իսկ իրանցեն, երբեք բան չեմ հավատա, ավելի լավ է մենք չարչևինք, մենք աշխատինք, մենք ապրինք, իրանցեն հույս չունենք։ Շարունակական գնաճի պայմաններում են անգամ զբաղվածություն ունեցող մարդիկ, իսկ կենսաթոշակի չափից դժգոհ են հատկապես այն թոշակառուները, ովքեր ժամանակին հայտնի վարպետներ ու մասնագետներ են եղել։ Վաստակած գումարներն էլ շատ հեռու են այսօրվա ստացած թոշակի չափից։ Նրանց համոզմամբ Հայաստանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումները հետ են մնացել տնտեսական ոլորտում իրականացված արմատական վերափոխումներից։ Բաշկի մաղնեղելի 350 դրամ շաքարավազիկին 5,000 դրամով է ծերը հազիվ հաց կառնի։ 55,000 դրամը ոչ մի բան չի փոխել միջին աշխատավարձը։ Ներկա դրությամբ շուկայական հարաբերությունները ինչ ունի փոխվի։ 5,000 դրամ փող չի արդեն, թուղթ է։ Սնունդ է, տրանսպորտ է, երեխա է, դաս է ուսում է եւ այլն կոմունալ վարձեր են։ 50,000-ը երևի հա, պես մի շաբաթ։ Դոչա 5,000-ով ինչ կերակել է։ Մենակ լույս կվառեմ, կաշեն վառե, կազը կխապեն, ավելի կկրեն, խապեն կը։ Լույսն է կվառեն, 10 օրվա մեջ այդ փային կելնի։ Եթե 4 հոգանոց ընտանիքում աշխատում են, ընդհանրենք դա մենակ ամուսին է, կիններ նստած երեխա է խնամ։ Ստանում է 55,000, լավ 80,000, ինչ կարող է անել։ Ընդամենը հաց ու պանիրի փող։ Այսինքն պանիրի չէ, հացի ու աղի։ 5,000 ընդամենը մեր ընտանիքի համար երկրորդ հացի ու սենք ծու էդե օգտագործենք, այդպես կօգտագործի մեր տան մեջ այդ 5,000 դրամը։ Հետ եղանակ չփոխե։ Գաստաս, լուստաշ, չմե հաց ուտես։ Հենե հաց չի բավարար է գազի լույսի։ 5,000 դրամը առաջ է, 5,000 դրամ, որ երթայի շուկա փոխող չկար, քսերես ինչ փող է արեք եկել է 5,000-ից։ Մի տար 10,000, 1000 կնա, երկրորդ պարավից չես կրնարն։ Այդ 5,000 ավելցել լավ է պես եժամ մնար, քանց թե 5,000 կամ 2,000 ավելցնեին։ Խանութները մնից այսօրվա դրությամբ հավգիտը 70-80 դրամ էլ է, դրանով ինչ կփոխվի։ Ինչ կփոխվի։ Ապրելակերպը թոշակառուին
վարելիքին տա, ուտելիքին տա, հագնելուն տա, սրանց կոմունալ ծախսերը, ինչ դրանով ինչ դուրս կգա։ Դա աշխատավարձ չէ։ Աղքատի ինչ որ ժամի պատիծակն է, նստեց այդ կանգը հավաքեց, բայց էլի քիչ աշխատավարձ չէ։ Թե երբ արժանավայել կենսաթոշակ ու աշխատավարձ կստանա ժողովուրդը դեռ հստակ չէ։ Միայն մի բան է պարզ. առաջին անհրաժեշտության ծախսերը պետք է համապատասխանեցնել սեփական կրպանի պարունակությանը եւ հուսալ, որ մի օր բարեկեցիկ կյանքով կապրի։ Լուսնե Պողոսյան, Արթուր Մաշկարյան, Ազդարար։ Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ նախատեսում են կառավարության համակարգում կառուցվածքային փոփոխություններ կատարել։ Վարչապետն առաջարկել է միավորել Հայաստանի արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները, ստեղծել մեկ նախարարություն։ Բացի այս առաջարկից Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ նախատեսվում է ստեղծել միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն։ Կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև խիստ մտահոգիչ մի հարցի։ Բնակչության վերարտադրման մի շարք ցուցանիշներով այսօր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է աշխարհում վերջին տեղում։ Վարչապետն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում ծնունդների սեռային հարաբերակցության վերաբերյալ։ Պետք է խնդրին լուծում տալ, ասել է վարչապետը, հավելելով, որ երկու աղջկա հայր է եւ մտահոգված է, որ կորցնում ենք որ ապագա մայրեր։ Պետք է իրավիճակը շտկել, մշակել համապարփակ ծրագիր եւ մինչեւ 2015 թվականի մարտ ամիսը ներկայացնել կառավարության հաստատմանը, առողջապահության նախարարին հանձնարարական է տվել Հովիկ Աբրահամյանը։ Արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները կմիավորվեն, այս մասին կառավարության նիստին առաջարկեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նիստի վերջում արդեն առաջարկությունն ընդունվեց, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դեռ չգիտի, ով կղեկավարի միավորված նախարարությունները, միավորման մասին նոր է իմացել։ Համատեղել են, որտեղ արտակարգ իրավիճակների նախարարությունը իր գործառույթները կատարում էր եւ հիմա արդեն միացումից հետո արդեն համատեղ աշխատանքները կկատարվեն եւ հիմնականում փրկարարները աշխատում են մարզերում, հիդրոմեծ, սեյսմիկ ծառայությունները մշտապես համագործակցում են։ Եթե մի քիչ ավելի խոր ուսումնասիրենք այնի գործառույթները, ապա կտեսնենք, որ այն միայն նախարարությունից այնը, որ ունի տարածքային կառավարման մարմիններ, սերտ համագործակցություն տեղերում համայնքապետերի, մարզպետերի հետ, ունի իր սեփական կառույցները տեղերում եւ համադրելի են ոչ թե գործառույթները, այլ իրենց մանդատները համադրելի են։ Երկու նախարարությունների միավորումը նախարարությունների թիվը չի պակասեցնի, կառավարության որոշմամբ կավելանա եւս մեկ նախարարություն, կստեղծվի միջազգային տնտեսական կառավարման եւ բարեփոխումների նախարարություն, ով կղեկավարի նոր կառույցը եւս հայտնի չէ, բայց նախարարության գործառույթներից կլինի նաեւ տնտեսական միությանն անդամակցությունը։ Այդքան մանրամասներ չեմ կարող ասել, բայց ընդհանուր առմամբ նախարարությունը տնտեսական ինտեգրացիա եւ բարեփոխումների նախարարություն։ Իսկ տնտեսական ինտեգրացիան վերաբերում է ոչ միայն Եվրասիական միությանը։ Կառավարությունը հաստատեց նաև Վայոց ձորի մարզի նոր մարզպետի թեկնածությունը։ Վայքի նախկին քաղաքապետ Հարություն Սարգսյանը դեռ լավ ծանոթ չէ մարզի բոլոր խնդիրներին, բայց պատրաստ է նոր աշխատանքին ու պատասխանատվությանը։ Ես ունեմ աշխատանքային գործ, կենսագրություն, տարբեր կուրսեր զբաղեցնելով, տիրապետում եմ մարզի ընդհանուր բոլոր խնդիրներին։ Որոշվեց նաև Երևանի գլխավոր պողոտայի Աբովյան, Փավստոս Բուզան, Եզնիկ Կողբացի եւ Արամի փողոցների գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում սկսել հին Երևան նախագծի նախապատրաստական աշխատանքները։ Ընդունվեց Կոնտ թաղամասում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին որոշումը։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի որոշ հատվածներ, որպես գերակա շահ ճանաչելու մասին առաջարկությունը նույնպես ընդունվեց։ Թալին, Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների որոշ տարածքներ ճանաչվեցին հանրային գերակա շահ։ Առանց պաստառների խաղաղ երթով ու նույն պահանջով կառավարության շենքի մոտ են հավաքվել Բորոդինո գործարանի սեզոնային աշխատակիցներն ու նրանք, ովքեր բերք են մթերել եւ գումար չեն ստացել։ Սեզոնային 60-ից ավելի աշխատողներին գործարանը չի վճարել մի քանի ամսվա աշխատավարձը։ Իսկ բերք մթերած գյուղացիներին գործարանը չի վճարել նաեւ նախորդ տարվա գումարները։ Կան հողագործներ, որոնց գործարանը պարտք է 2 միլիոն դրամից ավելի։ Կառավարության մուտքի մոտ բողոքողներին ընդունել քաղաքացիների ընդունության վարչության պետը։ Ալեքսանդր Ղազարյանը խնդրել է նամակ գրել վարչապետին ու ներկայացնել պահանջը։ Կառավարությունը հստակեցրել է Գյումրեցի Մոթևան շահառուներին բնակարանի գնման վկայագրերով բնակարաններ հատկացնելու կարգը։ Այս նպատակով պետբյուջեից հատկացվել է 1.5 միլիարդ դրամ։
Գործընթացում, ինչպես նշել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, կոռուպցիոն ռիսկը կհասցվի նվազագույնի։ Վկայագրի արժեքի 60%-ը սկզբում կփոխանցվի տունը վաճառողի հաշվեհամարին։ Մնացած 40%-ը վերջինս կստանա այն ժամանակ, երբ բնակարանի գնորդը, այս դեպքում Անօթևանը, օրենքով նախատեսված ձևով կքանդի ժամանակավոր կացարանն ու կմաքրի տարածքը։ Գյումրեցի 444 Անօթևան բնակարան կունենա բնակարանի գնման վկայագրով։ Խոսքը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք ընդգրկված են եղել հերթացուցակում մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը։ Վկայագիր ստանալու որոշումը կայացրել են հենց Անօթևանները ընթացիկ տարվա հուլիսին։ Այսօր արդեն հստակեցվել է, թե նրանք որքան գումար են ստանալու եւ ինչպես է հաշվարկվելու բնակ մակերեսը 1 քառակուսի մետրի համար պետությունը 109,300 դրամ է հատկացնելու։ 45 քառակուսի մետր 1 սենյականոց բնակարանը, 2 սենյականոցը 55, 3 սենյականոցը 65, 4 սենյականոցը 75 քառակուսի մետր։ 1 սենյականոց բնակարանի համար 4.900,000 դրամ, 2 սենյականոց բնակարանի համար 6 միլիոն դրամ, 3 սենյականոց բնակարանի համար 7.100,000 դրամ եւ 4 սենյականոց բնակարանի համար 8.200,000 դրամ։ Գումարը սակայն բոլորի համար նախատեսված չէ։ 444-ից վկայագրեր կստանան միայն նրանք, ովքեր Շիրակի մարզպետարանից կստանան ծանուցում, հնգօրյա ժամկետում կներկայանան եւ Շիրակի մարզպետի անունով դիմումներ կգրեն։ Այն ընտանիքները, որոնք չեն ծանուցվի վկայագրի, իրենց հերթին պետք է սպասեն 2015-ին։ Այս գումարը բավականացնում է, ասեցի, շուրջ 215 ընտանիքի։ Այս էտապում մենք տրամադրելու ենք մինչև 30 կետը շահառուներին վկայագրեր, հաջորդ էտապում ծրագրի տրամադրելու ենք վկայագիր 30, այսինքն վերջին կետում ընդգրկված շահառուներին։ Անօթևանը վկայագրով բնակարան կարող է ձեռք բերել հանրապետության ցանկացած մարզում սենյակների թվի հարցում եւս սահմանափակումներ չկան։ Ավել կամ պակաս սենյակով բնակարանը գնելու համար սակայն մարզպետարանը պետք է տա եզրակացություն։ Պարտադիր պետք է լինի բնակության համար պիտանի, ինչպես սահմանված է եւ կոմունալ բոլոր հարմարություններով եւ բնակարանի մագերեսով, սենյակների թվով, եթե բազմաբնակարան շենքում է բնակարան ձեռք բերում քաղաքացին, մեկ սենյակ պակաս քանակով բնակարան ձեռք բերի, ասենք 3 սենյականոց վկայագրով կարող է նաեւ 2 սենյականոց բնակարան ձեռք բերել։ Իսկ եթե բնակելի տուն, առանձնատուն է ձեռք բերում, սենյակների քանակը սահմանափակված չէ, կարող է մի սենյակ էլ ձեռք բերել, եթե այդ տունը ունի ընդարձակվելու հնարավորություն։ Անօթևանը նաև ունի իրավունք էժան բնակարան։ Այս պարագայում կառավարությունը նրանից գումարի ավելացած մասը հետ չի գանձի։ Գնորդի հաշվեհամարին կփոխանցվի բնակարանի արժեքը, ավել գումարը կփոխանցվի Անօթևանի անունով բացված հաշվեհամարին։ Ծրագիրը պետք է իրականացվի մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ը։ 2 ամիս նախատեսվում է շահառուին տրամադրել դիմումի ձևակերպման եւ 6 ամիս բնակարանի ձեռքբերման համար։ Եթե նշված ժամանակահատվածում շահառուին չի հաջողվում գտնել համապատասխան բնակարան եւ վկայագիրը վերադարձվում է, ապա այս փուլում պետությունը տվյալ ընտանիքի նկատմամբ համարում է պարտավորությունը կատարած։ Անօթևանը շարունակում է մնալ հերթացուցակում, սակայն պետք է սպասի բնակարանի ստացման իր հերթին միայն այն ժամանակ, երբ պետության կողմից իրականացվի նոր ծրագիր։ Այս փուլում նույն կարգավիճակը ձեռք է բերում նաև այն Անօթևանը, որը Գյումրիում է եւ չի ներկայանա վկայագիրը ստանալու, եւ եթե շահառուն բացակայում ու չի ստանում վկայագիրն այդ պատճառով։ Իսկ Գլենդել Հիլզից զբաղեցրած այս տարածքն այդպես էլ դատարկ կմնա։ Շինարարը եկել ունեցած գույքը հավաքել հեռացել է։ Ալբերտ Մարգարյանն ասում է դրա իրավունքն ունեցել է։ Շինհրապարակի ընդունում հանձնում էլ չի եղել, քանի որ որպես այդպիսին երբևէ Գլենդել Հիլզին հատկացված չի եղել տարածքը։ Արմենուհի Մինասյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Ուսանողական վարկը մեր երկրում վերջերս է մուտք գործել։ Վարկատեսակը նախատեսված է ուսանողների համար, ովքեր վերցնելով որոշակի գումար վճարում են իրենց ուսման վարձը, այնուհետ պարտավորվում բուհն ավարտելուն պես վերադարձնել այն բանկին համապատասխան տոկոսադրույքով։ Հայաստանում այն ընդունվեց, կիրառվեց, այժմ էլ ուսանողական վարկերից օգտվողների թիվը գնալով աճում է։ Վարկատեսակի ներմուծումը առաջին հայացքից թվում էր, թե կլուծի շատ ուսանողների թիվ 1 խնդիրը։ Սա ուսման վարձը վճարելու եւ սովորելու անհատի իրավունքը պաշտպանելու հնարավորություն էր։ Թեև ոչ մեծամասնությունը, սակայն եղան ուսանողներ,
վերցրեցին այդ վարկը։ Ընկան պարտքի տակ ու պարտավորվեցին ուսումն ավարտելուց հետո վճարել այն։ Վերցրել եմ անցած տարի սեպտեմբերին վարձից մի մասը, երկրորդ մասը վերցրել եմ մայիսին։ Օգտվում եմ ուսանողական վարկից, բայց որպես երաշխավոր վերցրել եմ ծնողը։ Ճիշտ ասած, այդքան էլ կոչեմ, որովհետև տոկոսադրույքը բավականին շատ է։ Ուսանողական վարկը տարեկան 10-ից մինչև 20% դրույքաչափով է տրվում։ Ուսումնառության ընթացքում վարկառուները մարում են միայն տոկոսները, իսկ ուսման ավարտից հետո վճարում են վարկի մայր գումարը։ Ընդգծված պահանջարկի պայմաններում տեսնում ենք, որ ուսանողները դժվարանում էին իրենց ուսման վարձերը վճարելու։ Իդեպ ասեմ, որ ուսման վարձերը Հայաստանի միջին եկամուտների պայմաններում բավականին ինչ են բարձր են։ 10-ից 20%-ի միջև է տատարում մի քիչ բարձր է ուսանողի համար այն պայմանում, եթե նա հաստատ չի գիտի ավարտելուց հետո աշխատանք կգտնի թե ոչ, ասենք եթե լիներ 8-ից 10-ի սահմաններում կամ գոնե 15-ի սահմաններում, ապա նորմալ կլիներ։ Ուսանողի վարկի երաշխավորը ծնողն է, հենց այդ փաստն է բանկին թույլ տալիս դիմել ռիսկի, իսկ վարկն ամեն մեկին հասանելի չէ, միայն վճարունակ ծնողի երեխան կարող է օգտվել վարկատեսակից։ Հարց է ծագում վճարունակ ծնողի երեխան ունի արդյոք վարկ վերցնելու կարիք։ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով պետությունը սուբսիդավորում է տոկոսադրույքի 2%-ը, իսկ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների վարկի 3%-ը։ Հայաստանյան շատ բանկեր եւս ուսանողական վարկեր տրամադրում էին, իհարկե ավելի կոշտ պայմաններով։ Այս տեսանկյունից բավական ողջունելի է ծրագրի ներդրումը եւ նաեւ կառավարության միջամտությունը սուբսիդավորման տեսանկյունից։ Հայաստանի բանկային համակարգում այնպիսի իրավիճակ է, որ ուսանողական վարկեր անվան տակ տրամադրում են նաև սպառողական վարկեր, որոնց մարման ժամկետները սկսում են հենց վարկը տրամադրելու հնարավոր է հաջորդ իսկ ամսվանից։ Շատերի կողմից վարկատեսակն ընդունելի չէ, հատկապես մեր մարզի պայմաններում, երբ աշխատանք գտնելը հեռահար երազանք է մեծամասնության համար։ Հարց է ծագում ուսանողը հետագայում ապրելու ծախսը հոգա, թե ուսումնառության տարիներին կուտակած պարտքերը մարի։ Ստացվում է պետությունը երիտասարդի համար պատրաստում է դժվարին ու խնդրաշատ ապագա։ Աշխատատեղերի բացակայությունը, սոցիալական իրավիճակը եւ այլն ռիսկային են դարձնում ուսանողական վարկերը եւ բնականաբար բանկերը եւս ռիսկ տեսնելով այդ գործընթացում մի փոքր ուրեմն դժվարությամբ են տրամադրում։ Վստահ ենք, որ կարող ենք աշխատանք գտնել, մի քիչ կասկածամտորեն ենք վերցնում, որովհետեւ եթե չվճարենք, քաղաքին ավելի բարդ դրության մեջ կհայտնվենք, քան հիմա ինստիտուտից դուրս մնալը կլիներ։ Տոկոսադրույքը շատ է եւ չգիտենք դա ավարտելուց հետո կարող ենք աշխատել թե ոչ։ Աշխատանք ոնց էլ լինի, ինչ որ աշխատանք կունենամ, բայց վստահ չեմ, որ այդ աշխատանքով համ կկարողանամ գոյատևել, համ կկարողանամ ինչ որ տոկոսներ փակել։ Վարկատեսակից օգտվողների թիվը թեև փոքր է այժմ, սակայն աճի միտում կա։ Երբ ուսանողը կանգնում է բուհից դուրս մնալու խնդրի առջև, այլ ելք չկա, կամ պիտի հարմարվի պայմաններին, կամ էլ հրաժարվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից։ Հեղինե Մանուկյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Կալանավորվել է Գյումրիում 20-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով հետախուզվող Արթուր Մարտիրոսյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում խնջույքի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում 26-ամյա Արտյոմ Ադանալյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեղադրանքով։ Այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քաղխորհրդի նիստ է հրավիրել։ Քաղխորհուրդը տարածել է հաղորդագրություն, ի կատարումն Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հնչեցրած համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձևավորելու եւ դրանց կառուցվածքային ու կազմակերպչական լուծումներ տալու մասին։ Ըստ հայտարարության Բարգավաճ Հայաստան կուսակցության գրասենյակները վերածվելու են համաժողովրդական շարժման միասնական գրասենյակների։ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Արա Այվազյանին Ֆինլանդիայում Հայաստանի դեսպանի պարտականություններն ազատելու համատեղության կարգով, այդ պաշտոնում Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանին նշանակելու մասին, նստավայրը Ստոկհոլմ։ Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում։ Արտակ Ապիտոնյանը 43 տարեկան է, մասնագիտությամբ արևելագետ է։ 1993 թվականից աշխատել է Հայաստանի արտգործնախարարության համակարգում։ 2013-ի վերջին նշանակվել Շվեդիայում Հայաստանի դեսպան։ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն այս օրերին մասշտաբ զորավարժություններ են իրականացնում։ Այդ լուրն Ազատության հետ զրույցում հաստատել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ազատության հարցին, թե արդյոք զորավարժությունները պլանավորված են սահմանին առկա լարվածությամբ, խոսնակը պատասխանել է, որ դրանք պլանային զորավարժություններ են։ Ըստ Արթրուն Հովհաննիսյանի, իրավիճակը սահմաններում համեմատաբար հանգիստ է։ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել խորհրդարան, այս մասին գրել է թուրքական Haberler կայքը, հավելելով, որ համաձայն նոր օրինագծի ցեղասպանության ժխտման համար 5 տարվա ազատազրկում եւ 45,000 եվրո պատժաչափ է սահմանվելու։ Նոր օրինագիծը ստորագրողների թվում է նաեւ հայ փաստաբան Պատրիկ Դևեջյանը։ Վալերի Բուայեն ավելի վաղ հույս էր հայտնել, որ օրինագիծը շուտով կհայտնվի խորհրդարանի օրակարգում։ Պատգամավորը նշել էր նաև, որ նոր օրինագիծն ինքն արդեն ուղարկել է խորհրդարանի բոլոր կուսակցություններին եւ ներկայում արդեն 90-ից ավել պատգամավոր ստորագրությամբ հաստատել է իր աջակցությունը նոր նախագծին։ Facebook-ում օգտատերերը սկսել են իրենց հարցերը գրել սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի պատին։ Ցուկերբերգը հայտարարել է Facebook-յան ասուլիս միայն 1 ժամ օգտատերերը կարող էին հղել իրենց մտահոգող հարցերը։ Հայ օգտատերերից մեկը Ցուկերբերգին հարցրել է ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին։ Օգտատերը հարցրել է Facebook-ը պատրաստվում է արդյոք որևէ բան անել հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման եւ դատապարտման համար։ Գերմանիայում գնացքավարները քառօրյա գործադուլ են սկսել, սա համարվում է գերմանական երկաթգծի պատմության մեջ ամենաերկար գործադուլը։ Ցուցարարները պահանջում են աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքային ժամերի կրճատում։ Երկաթգծի օպերատորներից մեկը խոստացել է ապահովել բեռնափոխադրումների միայն կեսը։ Արևմտյան լրատվամիջոցները փոխանցում են, որ Գերմանիայում երթևեկությունն արդեն քաոսային վիճակում է։ Գործադուլը ոչ միայն կարող է խափանել Բեռլինի պատի փլուզման 25-րդ տարեդարձի տոնակատարությունը, այլև դժվարություններ հարուցել Բունդեսլիգայի հանդիպումների համար։ Միացյալ Նահանգների Սենատի մեծամասնության նոր առաջնորդը հանրապետական Միչ Մքոնելը եւ նախագահ Բարակ Օբաման խոստացել են համագործակցել, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։ Օբաման հայտարարել է, որ ցանկանում է աշխատել նոր կոնգրեսի հետ իր ղեկավարման հաջորդ 2 տարիներն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Ըստ նախագահի երկուսակցական քաղաքական համակարգում աշխատելը չի նշանակում հավերժ հակամարտել։ Իսկ հանրապետականների Նորդն ասել է, ամերիկացիներն արտահայտեցին իրենց կամքը եւ մեզ տվեցին 2 մասի բաժանված իշխանություն, այնպես որ եւ նախագահի եւ խոսնակի եւ իմ առջեւ դրված է հետեւյալ հարցը. Ինչ պետք է անենք այս վիճակում։ Հետագա քայլերը համաձայնեցնելու համար Օբաման վաղը Սպիտակ տանը կհանդիպի դեմոկրատների եւ հանրապետականների առաջնորդների հետ։ Հիշեցնենք, նոյեմբերի 4-ին Միացյալ Նահանգներում կայացած միջնաժամկետ ընտրությունների արդյունքում հանրապետականները Սենատում եւս ստացան մեծամասնություն եւ այժմ վերահսկում են կոնգրեսի 2 պալատներ։ Ամերիկյան հայտնի Forbes հանդեսը երկրորդ տարին անընդմեջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչում է աշխարհի ամենաազդեցիկ մարդը։ Պուտինն այդ վարկանիշային ցուցակում առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբամայից եւ եռյակը եզրափակող Չինաստանի առաջնորդ Սի Ցինպինից։ Forbes-ը նշում է, որ Պուտինին առաջին տեղը շնորհվել է հաշվի առնելով Ղրիմի միացումը Ռուսաստանին, պատերազմն Ուկրաինայում եւ Չինաստանի հետ 70 միլիարդ դոլարի գազային պայմանագրի ստորագրումը։ Ցուցակում ընդհանուր առմամբ ընդգրկվել է 72 քաղաքական, տնտեսական եւ հասարակական գործիչ։ Վրաստանում քաղաքական ճգնաժամը խորանում է, լուրեր են տարածվել, որ Վրաստանի տասնյակ դեսպաններ մտադիր են հրաժարական տալ։ Եվրոպամետ նախարարների հեռացումը մտահոգություն է առաջացրել Միացյալ Նահանգներում։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բարձրացրած աղմուկի համար մեղադրել է պաշտպանության պաշտոնաթող նախարարին, նրան անվանելով արկածախնդիր դավաճան։ Ղարիբաշվիլին CNN-ին հրատապ հարցազրույց է տվել Ասանիայի մեղադրանքները, թե Վրաստանը հեռանում է Եվրաինտեգրումից։ Իսկ նախագահ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մտադիր է քննարկում սկսել Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման հարցի շուրջ։ Ներքաղաքական անորոշությունը դրսևորվել է նաև նրանով, որ նախորդին արտաքին գործերի հրաժարական տված 4 փոխնախարարներից 3-ը որոշել են պահպանել պաշտոնները։ Բայց Եվրոպամետ հիմնական գործիչները շարունակում են հեռանալ կառավարությունից։ Սա նշանակում է, որ երկրի գլխավոր ընդդիմության գլխավոր պահանջը լինելու է ինտեգրում Արևմուտքի հետ։ Նոյեմբերի 15-ին Վրաստանում սպասվում է Սաակաշվիլիի կողմնակիցների հանրահավաքը, որին հավանաբար կմիանան պաշտոնաթող նախարարները, պայքար սկսելով խորհրդարանում արդեն մեծամասնություն չունեցող եւ զգալի թուլացած իշխանության հետ։ Հոսից առանձնացրել էինք այսքանը, նորություններին ծանոթացեք նաև այցելելով 3w.cayk.am ինտերնետային կայք։ Ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։